Եթե մենք խոսենք պարլամենտարիզմի հիմունքներ առարկայից, Հայաստանը առնվազն հետևակի կրկնակի լիկվիդ է մնացել այդ ամենից եւ կարող ենք նաեւ դիսերտացիա փորձել պաշտպանել, ինչպես ուղղակիորեն հողին հանձնել պարլամենտարիզմի հիմունքները։ Ինչի որովհետեւ երբ որ դու փորձում ես անցում կատարել պարլամենտարիզմի եւ պարլամենտական համակարգով առաջ շարժվել, որպեսզի խորհրդարանական համակարգով դու կառավարես քո ամբողջ երկիրը եւ այդ մշակույթը նաեւ ձևավորես քեզ մոտ, միանգամից մենք չենք կարող սայլը ձիուց առաջ կապել ու ասել գնացինք։ Դեղից չենք կարող շարժել։ Ու երբ որ այս փոփոխությունը տեղի ունեցավ, հենց սա էր բնութագրականը, որ մենք սայլը կապեցինք ձիուց առաջ, ու ասենք մենք շարժվում ենք առաջ։ Այնուամենայնիվ մեր համակարգը մնաց նույնը, նախագահականի ուղղակի անունը փոխվեց վարչապետական։ Բոլոր լիազորությունները փաստացի նախագահի, որ ուներ, հանձնվեցին վարչապետի լիազորությունների ներքո։ Մի բան էլ ավել, այո։ Ու այս նպատակեր ուղղակի քանի որ նախագահի մասով կար սահմանափակում երկու անգամից ավել չէր կարող երկիրը ղեկավարել, վարչապետականով անվերջ, անսահման, հավերժ կարող է իշխել մինչև մահ, դառնալ շահ կամ թագավոր երկրի ու այս ձևաչափով մնալ մինչև խոր ծերություն։ Այնուհետև երևի թագաժառանգներ կնշանակեն, հետո ասեն առաջ։ Հավանաբար տենց էլ կլինի։ Ու անգամ սրանից հետո երբ որ ասում էր, որ գոնե քայլեր իրականացվեն քաղաքական մշակույթը բարելավելու, փոփոխելու, ուսակցությունների վրա պարտականություն դրվի, անգամ գոնե նրանց, որոնք որ պետական ֆինանսավորում են ստանում, գնան մարզեր, սկսեն տարբեր մարդկանց հետ խոսել, կրթական ծրագրեր իրականացվեն, եւ այսինքն սա շատ մեծ բեռ էր, որը պետությունը իր ուսերին պետքա վերցներ։ Բայց սա չարվեց, ավելին խորացավ այն ժամանակ գոնե խորհրդարանի ընտրությունները առանձին մարդիկ առաջադրում ասում են ես գնում եմ падգամավոր դառնալ։ Այո։ Ինձ հետաքրքրում է падգամավորական գործունեությունը, իմ մարզն եմ ներկայացնում, համայնքը, չգիտեմ, ինչ-որ ընդհանուր հարցեր, որոշակի խնդիրներ եւ այլն։ Նույն խորհրդարանական համակարգը վերեցին նաեւ պրոյեկտեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, երբ որ մարդուն ուղղակի ասում են, գիտես ինչ կա, եթե դու ուզում ես որոշել, թե քո աղբամանը X փողոցում պետքա դրվի, թե Y փողոցում պետքա դառնաս կուսակցության անդամ, ու սրա անունը դրել էին, որ մենք ճանով խթանում ենք պարլամենտարիզմը, բայց էլի հակառակ process-ը տեղի ունեցավ, դիտարկելով արդյունքները, մարդիկ ավելի հետ քաշվեցին, չեն ուզում կուսակցականանալ, անկուսակցական ձևաչափով փորձում են գնալ, որ մասնակցություն ունենալ, հետո այդ կուսակցությունների այդ բախումների առիթ է դառնում, մանդատներն են վայր դնում եւ այլն։ Եվ ի վերջո, երբ որ այս մարդիկ սկսեցին արդեն առաջադրվել վարչապետի տեխնացուի շուրջ հավաքվել, ավելի շատ մենք ունեցանք մի համակարգ, որտեղ վարչապետացուների պայքար է, այլ ոչ թե падգամավորի տեխնացուների։ Ու այստեղ մենք շատ լուրջ խնդիր ունենք։ Մարդիկ ովքեր օրենսդրական նախագծեր պետքա գրեն, մարդիկ ովքեր պետքա ամեն օր մարդկանց հետ շփվեն, նաև որոշակի գումար են ստանում ամսական, թե չեմ սխալվում 250,000 դրամ, մարզեր մեկնելու եւ բնակիչների հետ շփվելու, այդ 250,000 դրամը ընդունել են որպես աշխատավարձ ու իրենք դնում են իրենց գրպանը, չեն էլ օգտագործել միջև այժմ մարդկանց հետ շփումների մասով, քննարկումների մասով մեծամասամբ ու չեն էլ փորձում իրենց падգամավորական դերը ստանձնել եւ իրենք ինչու որովհետեւ իրենք ընտրվել են որպես կամ ուսապարկ, կամ որպես կցորդ որևէ վարչապետի տեխնացուի։ Ու այս համակարգով մենք իզորու չենք դիմագրավել այն ավտորիտար միտումներին, որոնք որ մեր պետությունում կա, այսինքն բալանսավորման քաղաքականություն խորհրդան իր վրա չի կարողանում վերցնել։ Կցորդը ոնց կարող է բալանսավորել։ Կարողանում թե չի ուզում, այստեղ ախր ամբողջ բանը նրանում է։ Կոմֆորտ է, երբ որ կա մեկը, ով որոշում է կայացնում, դու պատասխանատվություն չես կրում, դու ընդհանրապես աշխատավարձ ես ստանում։ Ընդդիմադիր ուժեր, կուսակցություններ ու կուսակցությունների դաշինքներ։ Էլի եմ ասում, եթե եղել է ինձ մի հատ մենակ լուսավոր Հայաստանը որ նախագահի տեխնազոն էր ասելա որ մենք եթում ենք խորհրդարան ձևավորելու ու կապ չունի անձը որակապես տեսեք ասենք մեր կուսակցությունն է մասնակցում ենք ընտրությունների այս ցուցակով այս ձևաչափով մեր կուսակցության падգամավորի տեխնացուները այս մասնագետներն են գնում ենք որակապես այսինչ գործը անելու չի բոլորի մոտ պատկերացումը, որ իրանք վարչապետի տեխնացու պիտի ունենան։ Այո։ Ու հենց իրանք մասնակցելու մարդիկներն են այդպես ընկալում։ հենց այդ է։ Բա ձեր վարչապետ, նայում վարչապետի տեխնացու չկա կամ այդ ուժեղ կերպարը չկա, այն ուժեղ կինոյի տղեն, այսինքն մարդիկ ուզեն բազմիանալ դառան,
ասում ես վարչապետ պետք է ընտրեմ, գնում է վարչապետ չես ընտրում, կուսակցություն ես ընտրում։ Պիտի բա հենց էտա որ պետքա ընդդիմադիր դաշտ տնել, այնպես չի որ պակաս ռեսուրսներ ունեն կամ պակաս ոչ բավարար կրթություն չէ, որ հնարավոր էր այդ ամեն ինչը վիճակը սենց ասած փոխել, մարդկանց ֆոկուս ձևավորել այնց, որ մարդիկ հասկանան, այ ախպեր, հայելի դոմինանտ բանը քաղաքական միակ քաղաքական կառույցը այսօր Հայաստանում դա պարլամենտն է, թե նախագահը, թե վարչապետը դրանք բաներ են, նշանակովի կամակատարներ են, այ ախպեր։ Այսինքն իրանց ժողովրդի բառերով ասեմ ու սա չի արվել հիմա միտումնավոր չի արվել թե անգրագիտությունից ելնելով ինչ շատ հետաքրքիր է որ կարծում եմ երկուսը մեկում միտումնավոր չեն արել եւ անգրագիտությամբ շարունակում են այսինքն անգրագիտությունը զուգարտվել է միտումնավոր գործունեությանը ու այստեղ մենք ունենք մի հատ համակարգ որտեղ որ ինչքան էլ խոսում ենք ասում ենք ծրագիր ընտրեք, գաղափար ընտրեք, գաղափարախոսություն, ինչպիսին ենք ուզում տեսնել մեր պետության ապագայի տամիջը դնում են մարդիկ։ Մի կողմ ով է կինոյի տղեն, իրան ընտրենք, որ կուսակցությունը չունի այդ կինոյի տղուն, վերջ ուրեմն ինքը կարելի է համարել ձայն փոշիացնում եւ իրան ընդհանրապես ուշադրություն չդարձնել։ Ու այս համատեքստում մենք անձերի փոփոխությամբ երբևէ տեղ չենք հասնի։